Շնորհակալություն Արմեն Գրիգորյանին և հաջողություններ Ալեն Սիմոնյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին, իսկ արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար։ Փաշինյանը նշել է, այս ամբողջ ընթացքում Գրիգորյանը ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում։ Եվ ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում եւ դա շատ գնահատելի է։ Ալեն Սիմոնյանը նույնպես ըստ վարչապետի նախորդող շրջանում ներգրավված է եղել կարևոր ու ռազմավարական որոշումների կայացմանը։ Կարծում եմ նաեւ լինելով ազգային ժողովի նախագահ ըստ էության աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել անվտանգության խորհրդի գրասենյակի թիմին համատեղ աշխատանքի համար։ Որտեղ որ հաջողվել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել, ոչ թե երևի այլ հաստատ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ կատարված աշխատանքի համար, ինչպես նաեւ շնորհավորել պարոն Սիմոնյանին եւ հաջողություններ եմ մաղթում։ Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, իսկ Գրիգորյանին կատարված աշխատանքի համար։ Շեշտել Գրիգորյանի հետ ունեն ընկերական ու գործընկերային լավ հարաբերություններ, որոնք իր համար թանկ են։ Դիմելով աշխատակազմին անվտանգության նորանշանակ քարտուղարն ասել է. Կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել, անկախ այն բանից, որ վարչապետը ասաց, որ տեղյակ եմ եւ մասնակցել եմ, կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար աշխատել։ Վարչապետը շեշտել է կարևոր աշխատանք է կատարվել։ Առաջիկայում եւս նույնքան մեծ ու կարևոր աշխատանք պիտի արվի։ Կարևորել է, որ նախ վերլուծեն նախորդող շրջանի աշխատանքը եւ որոշեն այն առաջնահերթությունները, որոնց վրա անվտանգության խորհրդի գրասենյակը եւ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ որոշակի եւ կոնկրետ պատկերացումներ։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անվտանգության խորհրդի գրասենյակին եւ առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ։ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանը եւս որոշել է հեռանալ պաշտոնից։ Վարչապետը նրան նույնպես շնորհակալություն է հայտնել եւ մաղթել հաջողություններ։ Աննա Զախարյան, լուրեր։